Հոկտեմբերի լույս 23-ի գիշերը Արմավիրի մարզի պարեկները իրավախախտում կատարելու համար Էջմիածնի Մանուշյան փողոցում կանգնեցրել են Mercedes Magnus-ի ավտոմեքենա։ Ստուգման պարզվել է, որ 51-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական եւ ոչ ստապ վիճակում է։ Իրավախախտումը չարձանագրելու համար որպես կաշառք նա պարեկներին առաջարկել է 10,000 դրամ։ Տղամարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, կազմված փաստաթղթերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ոստիկանությունում ծառայում եմ արդեն 16 տարի, որոշումը եղել է ընտանիքի անդամների հետ քննարկման արդյունքում, իսկ համայնքային ոստիկանությունը ընտրել եմ, քանի որ ծառայության գրեթե բոլոր տարիներին աշխատել եմ, ծառայել եմ անչափահասների գործերով եւ ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքում, իսկ համայնքային ոստիկանության ձևավորմամբ տվյալ ստորաբաժանումը եւս ներառվեց համայնքային ոստիկանության կազմում։ Այսօր նախաձեռնել ենք հանդիպում Արտաշատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի բարձր դասարանի աշակերտների հետ։ Թեման անչափահասներին հանցավոր եւ այլ հակահասարակական արարքներից զերծ պահելն է։ Բարև ձեզ երեխաներ։ Անչափահասների հետ հանդիպումների ընթացքում հիմնականում խոսում ենք իրենց իրավունքների, իրազեկվածության բարձրացմանը վերաբերող թեմաներից, տարբեր այլ իրավական թեմաներից, ինչու չէ նաև ընտանեկան բռնությունից, անչափահասի նկատմամբ բռնությունից, անչափահասների հանցավորությունից։ Անչափահասների հետ շփումներում մենք գործ ունենք դեռևս լիովին չձևավորված անհատականության հետ, հոգեհուզական զգայուն վիճակում գտնվող երեխայի հետ եւ շեշտը դնում ենք այն հանգամանքի վրա, որ սկզբում կարողանանք կայուն կոնտակտ ձևավորել անչափահասի հետ վստահության մթնոլորտ, որպեսզի անչափահասը իրեն հուզող հարցերի եւ խնդիրների մասին մեզ ազնիվորեն եւ ամբողջությամբ առանց որևէ դետալ թաքցնելու պատմի։ Իմ կարծիքով համայնքային ոստիկանը առաջնահերթ պետք է ունենա պատասխանատվության բարձր զգացում ցանկացած խնդրի դեպքում, ճկունություն պետք է դրսևորի, հատկապես բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքի ընթացքում պետք է ունենա բավարար կարողություն նրանց ապրումակցելու, նրանց խնդիրները հասկանալու եւ խնդիրներին լուծում տալու համար։ Ընտանեկան բռնության աշխատանքների ոլորտում ունենք դեպքերի աճ, սակայն դրանք մեծամասամբ պայմանավորված չեն դեպքերի աճով, ըստ վիճակագրության դրանք հիմնականում դիմելիության արդյունքում են ավելացել եւ քաղաքացիներ իրենք են դիմում եւ շահագրգիռ կառույցներ են մեզ դիմում, իրավապաշտպան կառույցներ են մեզ դիմում, սակայն որպես կանոն ընտանեկան բռնության դեպքերը իրականում դեպքերը չեն ավելանում, այլ արձանագրված դեպքերն են ավելանում։ Ատեստավորման պրոցեսի ներդրումը ոստիկանության համակարգում շարունակական դրական ազդեցություն է ունենում։ Ես ինքս ատեստավորման առաջին փուլի մասնակից եմ, հաղթահարել եմ ատեստավորման քննությունները, որի արդյունքում եւ կյանքի որակը եւ սոցիալական երաշխիքները ավելի բարելավվել են, ինչի արդյունքում հնարավոր է ավելի ժամանակ տրամադրել աշխատանքին, չմտածել մյուս սոցիալական խնդիրների մասին, խորհուրդ կտամ համալրել համայնքային ոստիկանության շարքերը, ինչու չէ կանգնել նաև համայնքի կողքին, բնակչության կողքին, պետության կողքին։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության ներեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմքում բնակչության հետ ակտիվ համագործակցությունն է։ Համայնքային ոստիկանությունն ունի 57 տարածքային բաժին, 12-ը Երևանում, 45-ը մարզերում։ Յուրաքանչյուր բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքն իր հերթին բաժանված է մինչև 7500 բնակչություն ունեցող տեղամասերի։ Համայնքային ոստիկանության գործառույթներն են ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների բացահայտումը, ընտանեկան բռնության, ինչպես նաեւ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների եւ իրավախախտումների կանխումը։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմնական սկզբունքներն են՝ սպասարկվող տարածքի առանձնահատկությունների իմացությունը, բնակիչների խնդիրների իմացությունը, կարիքների գնահատումը եւ դրանց արձագանքումը, բնակիչների համախմբումը հանրային անվտանգության մակարդակի բարձրացման շուրջ, հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու, հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու գործում բնակչության ներուժի օգտագործումը, հանրային պատասխանատվություն ու վերահսկողությունը եւ գործունեության թափանցիկությունը։ Ոստիկանության հանդեպ համայնքի վստահությունը կարևոր նախադրյալ է արդյունավետ համագործակցության եւ իրավակարգի կայունության համար։ Ներքին գործերի նախարարության elections.mia.gov հարթակում հոկտեմբերի 7-ին հրապարակվել են Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։ Նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրություններ բաժնում կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի TIM 161125 ընտրողների ռեգիստր եւ ընտրողների ցուցակներ բաժիններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի TIM ընտրողների ռեգիստրի որոնմամբ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն։ Հոկտեմբերի 6-ից նախագործարկվում է քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգը։ Դիմումատուները հնարավորություն կունենան առցանց գրանցվել հարթակում, ստեղծել, խմբագրել եւ ներկայացնել Հայաստանի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ, ամրագրել միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն այցելության օր ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես ԵՍՄ ազգային նույնականացման հարթակի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ եւ էլեկտրոնային թվային ստորագրություն։ Օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող եւ քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության, խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ կցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճենը։ Նախնական հայտի ներկայացումից հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարում ոչ ուշ, քան ընտրված այցելության օրվանից 10 օր առաջ։ Վճարումը չկատարելու դեպքում ամրագրած օրը չեղարկվում է։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապվիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։